բոլորին այսօր քննարկելու ենք մի թեմա, որը իր ձևակերպման օրվանից մինչ օրս 1700 եւ ավելի տարիներ բուռն հակասությունների, կարծիքների, քննադատությունների, արժեքների ստեղծման, արժեքների վերաձևակերպման եւ արժեքների ոչնչացման առիթ է հանդիսացել, որը հանդիսացել է երկու հակադիր բանակների գաղափարաբանական, իմաստային եւ ոչ այդքան իմաստային վեճերի պատճառներ, որը հանդիսացել է երկու հակադիր բանակների այլունահեղությունների բարեկուն իմաստով եւ մարդկային կյանքերի ոչնչացման առիթ։ Քրիստոնեության ընդունում, քրիստոնեության հաստատում, քրիստոնեության ձևակերպում։ Եկեք ի սկզբանե պայմանավորենք քրիստոնեություն կամ եկեղեցական կառույց ասելով որևէ մեկի ներկաներից նվիրական զգացումների չենք վերաբերվում, որևէ մեկի կրոնական մոտեցումների չենք վերաբերվում եւ որևէ մեկի հավատային կամ պաշտամունքային ընկալումներին չենք վերաբերվում։ Դիտարկում ենք քրիստոնեությունը որպես որոշակի արժեք, արտադրանք, որը տրվել է մեզ, սա առաջին, երկրորդ։ Դիտարկում ենք, թե ինչպիսի պայմաններում ընդունվեց քրիստոնեությունը, եւ երրորդ, դիտարկում ենք, թե ինչ տվեց եւ ինչ տարավ մեզանից քրիստոնեությունը։ Այսինքն, ի սկզբանե պիտի լինի ակնհայտ, որ մենք չենք անդրադառնում, այսպես ասած, մարդկանց նվիրական զգացմունքներին։ Ինչու՞։ Որովհետեւ կրոնը նույնքան ինտիմ է, նույնքան անձնական է, ինչքան ազգությունը, եւ կրոնը նույնքան անձնական է, ինչքան ամբողջային կյանքը։ Այնպես ինչպես մարդուն չի կարելի հարցնել իր մենակ պահերի մասին կամ երկուսով պահերի մասին, նույնպես եւ մարդուն չի կարելի հարցնել, թե ինչ կրոնի հետևով է մարդը։ Ասեմ ավելի, շատ միջավայրերում երկու վիրավորական հարց կա մարդու համար։ Առաջին հարցը դա այն է, թե ինչ ազգության ներկայացիչ ես դու, որովհետև ստացվում է, որ դու արդեն իսկ պայմանավորում ես անհատիետ փշուկումները մարդու ազգությունով։ Եվ երկրորդը դա այն է, երբ մարդուն հարցնում ես, թե ինչ կրոնի հետևորդ ես դու։ Դա մարդուն է, դա մարդու հույզերի եւ զգացումների աշխարհ։ Համաշխարհային երկրորդ կրոնը, որը կոչվում է քրիստոնեություն, դա հանրաճանաչ փաստեր են, չծանրանանք, ստեղծվեց առաջին դարում կամ ձևակերպում վերջնական ստացավ առաջին դարում, որը իր տարածողի անունով, Քրիստոսի անունով կոչվեց քրիստոնեություն, որը մինչ այդ ստեղծված բուդդիզմի, որպես մոնոթեիստական կրոն շարունակությունն էր, նույն գաղափարաբանական եզրույթները կամ արդյունքները կամ լուծումները կան եւ քրիստոնեության եւ բուդդիզմի մեջ, բուդդիզմի մեջ էլ անցել են հետանոսական հին համակարգերից, այսինքն կրոնի վերաբերյալ ընկալումները միշտ էլ գրեթե եղել են նույնը, հավատն առ անբնական, հավատն առ անմեկնելի եւ հավատով պայմանավորել են մարդու կենսագործունեությունը։ Բայց ինչպես այն մեզանում տեղ գտավ եւ ինչպես տարածվեց ընդհանրապես հայկական միջավայրում։ Չանդրադառնանք առաջի տարի դեպքերին, Թադեոս եւ Բարդուղիմեոս առաքյալներ, Հայաստան գալ, քարոզչական գործունեություն ծավալել եւ այլն եւ այլն եւ այլն։ Քրիստոնեական համայնքներ կային գրեթե ամենուր, սկսած հռոմեական կայսրությունից վերջացրած հեռավոր արևելյան միջերկրածովով։ Եւ ովքեր էին հիմնական տարածողները։ Խնդրում եմ ասածից մեջ ենթատեքստ կամ կանխակալություն չտեսնեք, բայց իրական տարածողները դրանք հիմնականում հрьяաներ։ Ինչով է սա հետաքրքիր։ Մենք ունենք պատմիչ, որի անունն ինչ է, Պաստոս Բուզանտ։ Սա այն նույն Բուզանտն է, որը հետևողականորեն վարկաբեկում է Պապ Թագավորին, որը հետևողականորեն նկարագրում է Արշակ II-ին ոչ այդքան բարվոք տեսանկյունից, երբ իրեն հարմար չի, եւ սա այն պատմիչն է, որը հետևողականորեն չի սիրում փաստեր եւ թվեր։ Բայց հрьяաների պարագայում մի տեսակ զարմանալի ճշգրտություն է մեզ հաղորդում, երբ խոսում է Արշակ II-ի անհուշ բերդում գերեվարվելու մասին եւ հետագայում Հայաստանից զանգվածային կրոնագաղթերի մասին է խոսում, Պաստոսի հաղորդած տեղեկություններով եւ հաշվում ենք, թե որտեղից քանի հрьяան տանիք եւ այլն տեղափոխվեց, ստացվում է, որ Հայաստանից տեղափոխվեց շուրջ 450,000 հрьяա։ Այսինքն դա անում է շուրջ 90,000 ընտանիք։
Այն ժամանակվա հաշվարկներով ընտանիքի միջին կազմը նվազագույն շեմը համարում ենք 5 մարդ մեկ ընտանիքում։ Եվ երբ խոսվում է քրիստոնեության ընդունման կամ մկրտության մասին, 301 թվի հաշվարկների մասին, ժամանակի համար բավականին մեծ թիվ է մատնանշվում, շատ մեծ թիվ, բայց ամեն դեպքում այդպես է մատնանշվում մի քանի աղբյուրներում, Հայաստանում կար 4 միլիոն հայ և շուրջ 500-ից 600,000 երեխա։ Սրանք իհարկե կարող են և որոշակի դեպքումներ ունենալ ճշգրիտ տվյալների առումով, բայց այն, որ ներկայիս Հայաստանի Հանրապետության քանի տոկոսն է հայ, 98-ից ավել, չէ, բայց նայեք 4-րդ դարում, 5-րդ դարի սկզբին Հայաստանում կա շուրջ 10%-անոց մի լուրջ զանգված։ Եվ պատահական չի, որ շատ հեղինակներ նաև ներկայիս փուլում վերլուծելով, ուսումնասիրելով այս խնդիրը մատնանշում են, որ Պաղեստինի տարածքը ոչ միայն հրեաների մայրաքաղաքն էր, այլ նաև աշխարհի շատ պետականությունների մայրաքաղաք։ Ես շատ հպանցիկ, բայց շատ ուշադիր եղել, մի քանի տեսակետներ պահել եմ, թե ինչու Հայաստանում հաստատվեց քրիստոնեությունը, դուք դրանց անդրադարձեք կամ մի անդրադարձեք, դա ձեր իրավունքն է։ Տեսակետ համար առաջին հայ առաքելական պաշտոնական եկեղեցու կողմից արտաբերված հայ ժողովուրդը եկավ դարձի։ Տեսակետ համար երկրորդ իրականում Հայաստանում դրսի ուժերի կողմից իրականացվեց պետական հեղաշրջում։ Տեսակետ համար երրորդ Հայաստանը դարձվում էր պատնեշ, յուրօրինակ պատնեշ, կրոնական և մշակութային ազդեցությունների ասպեկտում Սասանյան Պարսկաստանի դեմ, որտեղ մեծ վերելքների էր հասել մաստեզականությունը և որը սպառնում էր թափանցել արևմուտք։ Բայց պիտի ասեմ, որ այս 3 տեսակետներն էլ գոնե ինձ չեն բավարարում և այս 3 տեսակետների մեջ էլ որոշակիորեն կա պատմական ճշմարտության հատիկ։ 4-րդ դար, 301 թվական։ Մինչ 4-րդ դարը հայոց գահին է բազմում ով? Տրտատ 3-րդ Արշակունի, որին արդեն նախորդ թեմայից ելնելով կարող ենք ասել, որ էթնիկ Արշակունի թագավորը հայ թագավոր է արդեն դառնում, որը ադապտացվել է հայկական միջավայրին և իր մշակութային վարկագիծը կարելի է համարել հայկական։ Կարելի է։ Ոչ։ Չի կարելի է։ Ինչու՞։ Որովհետև նույն այս Տրտատ 3-րդը բավականին երկար ժամանակ կարելի ասել ի ծնե մանկահասակ փուլից ապրում էր Հռոմում և հռոմեական մշակույթի կրողն էր, հռոմեական միջավայրի ուղղակի ծնունդն էր, Հռոմում կրթություն ստացած, Հռոմում ռազմական գործը սովորած, ու եթե հաշվի առնենք նաև առասպելաբանական մենամարտը, գոթերի առաջնորդի և այլն, սա կարծես թե կամբողջացնի Տրտատ 3-րդի կերպարը։ Մյուս հայտնի դեմքով է Գրիգոր ու եկեղեցու կողմից գոնե լուսավորիչ։ Ոչ։ Գրիգոր Պարթև։ Պարթև Անագի որդին, նախ պարզել է պետք, Գրիգորյանը Գրիգոր էր, թե պարսկական Սուրեն։ Գրիգորյանը տվեցին շատ ավելի ուշ։ Եվ քրիստոնեության ընդունումից անմիջապես հետո սկսվում է հայկական անունների վերաձևակերպում հրեական անուններով։ Մաշտոց և Վարդան, այս անուններն ինչ-որ բան ասում են, ով է Մաշտոցը։ Գրերի գյուտի հեղինակը, հայոց այդ մեծագույն ուսավորիչը։ Վարդան, Մաշտոցի հայրը, դասական, հայկական անվանային համակարգ, բայց չգիտես որտեղից մեկ է ավելանում է Մեսրոպ։ Եվ այդ միտումը շարունակվում է 1700 տարի։ Ասենք մեկի անունը Վարդան է, ձեռնադրվում է քահանա, դառնում է Տեր Եղիա։ Ազգային տարի բաղադրիչ է, սեփական հասարակության տարի բաղադրիչ, այստեղ խորում է։ Հիմա Սուրենը կամ Գրիգորը, որն ի դեպ այն Անագի որդին էր, որը Հայաստանից վտարվել էր պետական դավաճանության ուղղակի մեղադրանքով, քանի որ ոտնձգություն էր կատարել Տրտատ 3-րդի հոր հանդեպ, այո, և սպանել էր վերջինիս, շատ ճիշտ ես նշում երի, հիմա սա գալիս է Հայաստան։ Ով է գրում ընդհանրապես քրիստոնեության մասին։ Քրիստոնեության մասին գրում է Ագաթան Գեղոսը,
Քրիստոնեության մասին գրում է Խորենացին, քրիստոնեության մասին գրում է Բուզանդը, քրիստոնեության մասին գրում է Գորյունը, բայց որևէ մեկը, նույն ինքը Ագատանգելոսը, նույն ինքը Տրսի հեղինակները Գրիգորի կազմակերպչական փայլուն ունակություններ չեն վերագրում։ Ընդհանրապես նշում են, որ սա ընդամենը հավատարմորեն ծառայում էր Տրտատ երրորդին։ Եվ չեն նշում Գրիգորն ուներ համայնք թե չուներ, ու ոնց որ թե չուներ Գրիգորը քրիստոնյա մեծ համայնք։ Իհարկե մեջ բերում են այդ երկխոսությունը Տրտատ երրորդ Գրիգոր եւ Տրտատը իմանում է, որ իր ծառաներից մեկը պաշտում է ոչ այն աստվածներին, որոնց պաշտում է ինքը։ Այստեղ եւս չհանգուցալուծված է մնում այն հանգամանքը, թե Տրտատն ունենալով բավարար պատճառներ ինչու չոչնչացրեց Գրիգորին։ 301 թվականին երջանկահիշադակ Բաբկեն Հարությունյանի կարծիքով 305 թվականին կամ 304 տարբեր տեսակետներ կան Հայաստանում ընդունվեց քրիստոնեություն։ Իրեն Բաբկեն Հարությունյանի այդ տեսակետը երբ ավելացավ դասագրքում, ամենայն հայոց կաթողիկոսը անադրեց այդ դասագիրքը եւ հրամայեց հավաքել եւ ոչնչացնել։ Մոտավորապես վերադարձանք միջնակարգ։ Երբ կար ինկվիզիցիա, ամեն մի գիտականի եւ ամեն մի գրականի հանդեպ։ 301-ին Հայաստանում ոչնչացվեց մի մշակույթ, որը կոչվում է հետամասական մշակույթ։ Այստեղ առաջանում է հարց. ինչու այլ հասարակություններում, որտեղ տարածվեց քրիստոնեությունը, ենթադրենք Հռոմում տարածվեց արյան միջոցով, բայց այդ արյունը ոչ թե հետանոցների արյուն էր, այլ քրիստոնյաների արյուն էր։ Մեծ Ռուսիայում պարզապես որոշեցին, կամ Կիևյան Ռուսիայում պարզապես որոշեցին, գնացին Բյուզանդիայից բերեցին կրոն, մարդիկ սեփական կրոն չունեին։ Բայց սա հինը չոչնչացրեց։ Հռոմում սա հինը չոչնչացրեց, Հռոմն ունի Կոլիզեյում։ Բնավ չմեղադրելով Գրիգորին եւ Տրտատին ցեղասպանության մեջ, ուզում եմ հիշեցնել ցեղասպանության ընդունված 5 սկզբունքներից մեկը, որ դեպքում կարելի է համարել ցեղասպանություն, որտեղ ասվում է մոտավոր հետևյալը. ցեղասպանությունը համարվում նաև խմբի մանկահասակ երեխաների, բռնի հանձնումը մի խմբից մյուսին, չէ, դրանից ուղղող հետևանքներով։ Երբ ենթադրենք թուրքերը, միգուցե զուգահեռ կան էլ տեղի չի, բայց փաստը դա է կայացնում։ Թուրքերը վերցնելով մինչև 3 տարեկան հայ երեխաներին, ու 3 տարեկանը սիմվոլիկ է, որովհետև ընդունված է ասել, որ 3-ից հետո է մարդու հիշողությունը ձևակերպվում, դարձնում էին սրանց ենիչերիներ, ասկյարներ եւ այլն եւ այլն եւ այլն։ Գալով իշխանության Գրիգորը եւ Տրտատն ինչ արեցին։ Ոչնչացրեցին բոլոր հին քրմական տոհմերը, որովհետև սրանք ուսյալ, իմացյալ, ժամանակի համակարգային տեղեկություններին տիրապետող, ժամանակի շփման, գրային եւ այլ համակարգերի տիրապետող մարդիկ էին եւ վերցնելով սրանց փոքրիկ երեխաներին, իդեպ կա տեսակետ, որ Մաշտոցի հայրը Վարդանը հենց այդ քրմերի տոհմերից մեկից էր։ Սրանց սկսեցին արդեն Գրիգորյան կամ մյուս դպրոցներում դաստիարակել, կրթել որպես քրիստոնյաներ։ Այսինքն փոխեցին արժե համակարգ։ Այսօր հունական միջավայրում, հռոմեական միջավայրում, ռուսական միջավայրում, ընդհանրապես են բոլոր երկրներում, որտեղ ընդունվել է քրիստոնեություն, կան փաստեր բռնի հաստատման հետ կապված, կան խնդիրը դա չի։ Տեղեր կան, որ այդ անցումը եղել է սահուն, բայց որևէ տեղ դուք չեք տեսնի մի ամբողջական եւ հսկայական մշակութային շերտի ոչնչացում։ Ագաթանգելոսը հիշատակում է, որ մեհյանները, որոնք կործանում էին, մեհյաններից փախնում էին թևեր։ Թևեր, սատանաներ չարչեր։ Այսինքն մեհյանային մշակույթը կամ հետանոսական մշակույթը մեզ համար դառնում էր անընդունելի, շատ լավ, դրան էլ հավատամ։ Այդ դեպքում բացատրեք խնդրեմ, ինչու են հին հայկական եկեղեցիների 80%-ը կառուցվում այդ նույն մեհյանների վրա։ Փակելով հիմնի շեն։ Այսօր մեկ մշակութային կառույց ունենք պահպանված հետանոսության փուլից, որի կառուցապատման կամ վերակառուցման
Ռաֆիրան նախորդ դասախոսության հերոսներ կստազ առաջին, և որն իդեպ կառուցվել է Ներոնի փողերով։ Պատմական տրագիկոմեդիան մի տեսակ գլուխ է բարձրացնում այստեղ։ Եվ ով գալիս է Հայաստան, 21-րդ դարի Հայաստան, երկու վայր ենք հիմնականում ցույց տալիս՝ Կառնին, մեկ է ժայռափոր Գեղարդը։ Մոռանալով, որ Հունաստանում ամեն մի թաղում երևի թե մի Կառնի կա։ Սա ինչ երաշխիք է։ Սեփական մշակույթի նկատմամբ վանդալիզմ չծավալելու արդյունք է։ Բնականաբար Գրիգորը լինելով օտար, ես այդպես եմ կարծում, կամ Սուրենը լինելով օտար, պարսիկ ազգության կամ պարթև ազգության չուներ հարազատության և սեփականատիրոջ գիտակցություն։ Բայց այդ թե ինչու է Տրտատ երրորդը ընկնում այդ ազդեցության տակ, սա արդեն անհասկանալի է դառնում։ Ընդունեցինք քրիստոնեություն պարտադրանքով թե ինչպես։ Բայց եկեք ընդունենք այն փաստը, որ քրիստոնեությունը միանգամից չարմատացավ հայ հասարակության մեջ։ Չէ, կարծում եմ հենց տենց է պիտի լինի, որ նոր կնունա պիտի չարմատան, որտեղ հեթանոսությունը արդեն կա։ Քրիստոնեությունը մինչ հիմա էլ արմատացած չի, ինքը արմատացած է։ Ոչ։ Եթե քրիստոնեությունը արմատացած լիներ, ապա արտասահման ուղարկվող ամենահայտնի սուվիները կամ հուշանվերը չէր լինի Անահիտ Աստվածուհու ծպտված պաշտամունքը, աղամանը հղի կնոջ մտքաբերության տեսքով։ Եթե քրիստոնեությունը արմատացած լիներ, դու մինչև օրս քրիստոնեության շղարշի տակ եկեղեցու չէիր բերի կրակը քոտում միհրի պաշտամունքը։ Եթե քրիստոնեությունը արմատացած լիներ, դու մինչ օրս Վարդավառը քո ամենասիրելի տոնը չէր լինի։ Եթե քրիստոնեությունը արմատացած լիներ, ամանորից ամանոր ազգային արգեցողությամբ չէր զբաղվի։ Գալով իշխանության քրիստոնեությունն իր ձեռքը վերցրեց քրիստոնեության արտացոլումը, եկեղեցական կառույցը, իր ձեռքը վերցրեց հսկայական, նյութական, տարածքային, մարդկային ռեսուրսներ և սկսվեց միախառնվել պետության հետ։ Միախառնվել պետության հետ և թելադրել իր կամքը։ Ի վերջո ինչ տվեց մեզ եկեղեցապետությունը։ Շատ ուղղակիորեն կարող եք մերժել, կարող եք շղթել Արշակունյաց, Բագրատունյաց, Կիլիկյան Հայաստանների կործանումներ։ Քաղաքական դեգերունների մեջ, թեկուզ և նվիրական նպատակներով, թեկուզ և անկեղծ մղումներով օտարի լուծի փաթաթում։ Եկեք մի դրվագ հիշենք հայոց ամենահակասական դատողետոցներից մեկից Սիմեոն Երևանցից։ Նախ Սիմեոն Երևանցին ասեմ ձեզ, որ հյուսային Պողոտայի ներկայիս մոդելը ինքը տվեց։ Ինչպես տվեց։ Հյուսային Պողոտայի ներկայիս մոդելը եկեղեցին չի սիրում գրել սոցիալական բողոքների մասին։ Եթե ԶԼՄ-ները կամ թերթերը կամ մյուսները չլինեին, կամ ինտերնետը չլիներ, մենք մինչ օրս էլ չէինք իմանա, այնպես ինչպես ԽՍՀՄ-ում չէին իմանում Ալմաթայում ինչ ցույց է եղել, կարող եմ 15 տարի հետո իմանային այդ մասին, ինֆորմացիոն բլոկադայի պայմաններում, կամ 100 տարվա սերունդը չէր իմանա, թե ինչպես հյուսային Պողոտա կառուցելուց տարածքի բնակիչներին քշեցին իրենց տներից, որևէ կերպ չփոխհատուցելով կամ շատ մասամբ փոխհատուցելով։ Գոնե ոչ այն արժեքի չափով, որն արժեր այդ ժամանակ այսպես կոչված փոքր կենտրոնի տունը։ Հիմա Սիմեոն Երևանցին վերակառուցում է Մայր տաճարի պարիսպը կամ ընդարձակում է Մայր տաճարի հատվածը տարածքում բնակվող գյուղացիների հաշվին։ Սրանց վերցնում է և պարիսպներից մի քանի 100 մետր կամ մի խոսքով բռնի տեղահանման է ենթարկում։ Հասկանալի է, չէ։ Բնականաբար սոցիալական բողոքի կամ ընդվզման մասին խոսք տար բացարձակ չկա, ինչու չկա։ Մեկը հո չի ասի, որ Հայաստանում տնտեսական ճգնաժամը խորանում է։ Իհարկե չի ասի։ Նույն սկզբունքով պատմագրությունը, որը եկեղեցու մենաշնորհն է, հո չի գրի այդ մասին։ 1000 տարուց ավել
եկեղեցին պայքարում է, որպեսզի փակվի Պավլիկյան եւ Թոնդրակյան թեման։ Բայց համառորեն այդ թեմաները չի փակվում։ Անգամ ձեր դասագրքերից հանեցին այդ թեմաները։ Մի մասից կոնե, բայց էլի չի փակվում։ Կան պատմական խարաններ, որոնք երբևէ հնարավոր չի ոչնչացնել, ջնջել կամ տակել այլ բանով։ Տարածված կարծիք։ Քրիստոնեությունը տվեց մշակույթ, իդեմս գրերի գյուտի։ Բոլորը վերագրում են դա քրիստոնեություն։ Որ Հայաստանում լայն տարածում չուներ, բայց այստեղ կա հաջորդ հակասությունը։ 105 տարի էր անցել քրիստոնեության ընդունումից։ Բոլորը միանշանակ մեկնողները փաստում են, որ հայերս եկանք դարձի։ Բայց այդ ոնց է, որ 105 տարի հետո առաջանում է խնդիր, կրոնը, այն կրոնը, որ ընդունել ես 105 տարի առաջ, 1 տարի ավելի առաջ, քո սեփական լեզվով քարոզելու, որովհետև չի հասկացվում եւ հասարակության մեծ մասը չի հետևում դրան։ Այսինքն այդքան էլ ազգովի չէին եկել դարձի։ Մյուս ասպեկտը կապված գրերի գյուտի հետ։ Արևելյան Հայաստանը 387 թվականի բաժանումից հետո մաս էր կազմում Սասանյան Պարսկաստանի։ 387-ին եղավ բաժանում, չէ՞, Արևելյան եւ Արևմտյան Հայաստաններ։ Այսինքն քաղաքական, մշակութային, սոցիալական, տնտեսական, ցանկացած տիպի գլոբալ միջոցառում վերահսկվում էր պարսկական միջավայրի կողմից։ Եվ այնպես չէ, որ Սահակը ինքնագլուխ կարող էր գնալ վռամշապուհի մոտ, խոսել մի երևույթի մասին, որը հետո մեր համար պիտի դառնար ինքնության գրավական, եւ Մաշտոցին էլ հնարավորություն ընձեռեր գնալու եւ ստեղծելու հայոց գրեր։ Արդ ինչ էր կատարվում Հայաստանում։ Հիմա ինչ է կատարվում Հայաստանում։ Հիմա Հայաստանում կա մի ինտելեկտուալ կորից, իրավամբ ինտելեկտուալ մարդիկ, որոնք կարծես թե գնում են երկու ուղղությամբ, կամ սլավոնաֆիլիայի միջավայր, ռուսասիրության, կամ արևմտասիրության միջավայր։ Եվ ստացվում է, որ Հայաստանում առաջանում են մարդիկ, որոնք ունեն երկփրկված էթնիկ ինքնագիտակցություն։ Շատ լավ տիրապետում են եւ հայկական մշակույթին եւ միջավայրին, եւ տիրապետում են ռուսական կամ արևմտյան մշակույթին եւ միջավայրին։ Մենք չենք քննարկում սա լավ է թե վատ է։ Սա չենք քննարկում։ Բայց սա շարունակությունն է այն միտումի, որը 19-րդ դարում կոչվում էր կուլտուրնիե լյուդի։ Կապ չուներ դու ռուսերեն գիտես թե չգիտես։ Թբիլիսյան հայկական շրջանակներում կամ գավառային Հայաստանում, ինչպիսին անվանում են 19-րդ դարի Հայաստանը, հասարակությունից տարբերվելու կամ հասարակության մեջ որոշակի դեր ավելին ունենալու համար մարդը ռուսերեն ինչ-որ ջարդված տերմիններ էր օգտագործում, դրանով շեշտելով իր կրթական եւ մտածողային բարձր աստիճան։ Հիմա կա, ելի ենք ասում, մտածող մարդկանց մի խումբ, զգալի մեծ խումբ, որը առօրյա կենցաղում խոսում է ռուսերեն եւ սա ուղղակի ազդեցություն է թողել մարդկանց լեզվամտածողության վրա։ 4-րդ դարի Հայաստանում կար հունականություն ասվածը, երբ եւ արևելյան եւ արևմտյան Հայաստաններում ակնհայտորեն գերակա էր հունական մշակույթը, հունարեն լեզուն, հունական կամ արևմտյան վարք ու բարքը, շփման մոդելները, մեթոդները, սա բնականաբար դուր չէր գալիս Պարսկաստան։ Պետք էր մի տար, որ առանձնացներ հայերից այդ մշակութային միջավայրի ազդեցությունից։ Հայկական բառարմատների մի զգալի մասը ունենալով պահլավական փոխազդեցություններ, այնուամենայնիվ կամ բացատրելի կամ անբացատրելի հանգամանքներում Հայաստանում չկար հակադրություն, ներողություն, չկար համակրանք պարսկերեն լեզվի նկատմամբ, այսինքն պարսկերեն լեզուն այդքան պարթևերենը կամ պարսկերեն այդքան տարածված չէր, ոչ էլ պահլավերենը։ Եվ կա տեսակետ, խնդրում եմ ուշադրություն դարձրեք, ես չեմ ասում հաստատված փաստ։ Ես ասում եմ կա տեսակետ։ Եթե դուք գիտեք մեկ տեսակետը, որ հայոց գրերի գյուտը
ուղղակի ազդեցություն էր քրիստոնեության տարածման, հա, արված էր քրիստոնեության համար։ Ապա կա նաև մեկ այլ տեսակետ, համաձայն որի գրերի գյուտը հովանավորվում էր որոշակիորեն պարսիկների կողմից հունական միջավայրի մշակութային ազդեցությունից դուրս գալու համար։ Իհարկե շատ հեղինակներ գրերի գյուտի մեջ առաջնային դերակատարումը տալիս են Սահակ Պարթևին։ Սա նորմալ է։ Կաթողիկոսն ինքն էր, իր դերը պիտի վերարժևորել, իրեն բերել առաջին պլան։ Դա համար հայկական արարյատականություն ունենական։ Շատ նման է։ Շատ նման է ու այդ հակադրությունը նուկա թե կոնկրետ ինչ էր քննվում Մաշտոցը հայկական, որ հնչյունային համակարգներ հիմքրկում, հա, ում մոտ գնաց, որպեսզի հայկական տարրերը ծաղկի։ Ռոփանոսի։ Այս Ռոփանոսը աշակերտներային մարդու, որը հին հայկական գրերի և նշագրերի վերաբերյալ տեղեկություններով գրքեր է մի ժամանակ վերցրել էր Ալեքսանդրիայի գրադարանից և այլևս չէր վերադարձրել, բայց դրան թողել էր Ռոփանոսին։ Եվ տարրերի կամ այգուբենի ամբողջականությունը տեսքի բերելու համար Մաշտոցը շատ լայն համագործակցություն սկսում Ռոփանոսի հետ, հենց նրա այդ քննարկելով, համամասնությունը դնելով և այլն և այլն և այլն։ Այս հասկացանք, չէ՞։ Յուրաքանչյուրն իր համար պիտի պարզի։ Այս հաստատված կարող եմ ասել, թե ինչ տարավ մեզանից քրիստոնեությունը մշակույթի ոչնչացման ասպեկտով կամ եկեղեցին, եթե կուզեք, և ինչ տվեց մեզ եկեղեցին։ Եվ ես դա կարող եմ ասել համաշխարհային մշակույթի զարգացման դինամիկայում։ Ինչ տվեց եկեղեցաշինություն, շատ լավ, մինչ այդ էլ ունենք մեհյաններ կամ հեթանոսական տաճարներ։ Ինչ տվեց գրականություն, քրիստոնեական, մինչ այդ ունենք հեթանոսական գրականություն։ Եվ որն է գլխավոր խթաններից մեկը, որ չգիտես ինչու բոլորը երկրորդում են։ Բոլորն ասում են, այո, դա կա, բայց դա երկրորդական է։ Եղիր հնազանդ տիրոջդ, ծառայիր տիրոջդ։ Աստվածաշնչում կարծում այդ Տերը մեծատառով է գրված, չէ։ 4-րդ դարի հայասարակություն։ Չկա հայերեն լեզու, կա ասորերեն, կա հունարեն, հա, որով կա արամերեն, որով քարոզվում է քրիստոնեությունը, և կան մեկնողներ, նորաթուխ մեկնողներ, նորաթուխ վարդապետներ, որոնք պիտի ամեն ինչ անեն սա մեկնելու համար։ Իհարկե վարդապետը 4-րդ դարի հայ անգրագետ շինականին, անգրագետ ասվածը վատ վարդ չհասկանաք, մարդ որը գիրք չի ճանաչում, չի մեկնի, որ Տերը երկնայինն է։ Տերը երկրայինն է կարծես թե։ Եվ սոցիալական իրավահարաբերությունների առումով քրիստոնեությունը սիմվոլիկացնում է, խորհրդանշական է սարքում երկրային իշխանությանը։ Հիշեք, խնդրում եմ Քրիստոսի զրույցը կարծեմ Երուսաղեմում, Կայսերինը Կայսեր, Աստծունը Աստծուն։ Այսինքն որպես գաղափարաբանական ուղղություն, որպես ուղղակի շեշտադրում անող ուղղություն, այն եղածների իշխանությունը սարքում է լեգիտիմ։ Չէ, ուղղակի ուզում եմ ասել, պետք է խառնել քաղաքականությունը Կրեմլի։ Ամեն դեպքում յուրաքանչյուրը յուրովիկ մեկնաբանի սա, ես հասկանում եմ այլ ռակուրսից, ես հասկանում եմ ոչ թե ենթատեքստը, այլ ես հասկանում եմ տողի իմաստը, որը գրված է։ Եվ երբ մենք տեսնում ենք, թե դարերի ընթացքում 1700 տարիների ընթացքում ինչպիսի երարխիկ կառուցվածք ստեղծվեց, եւ գոնե մինչեւ վերջերս կամ գոնե մինչեւ խորհրդային փուլ կամ խառնակ փուլ, ով ոնց ուզում է թող տեղադրի, եկեղեցին ինչքան ռեսուրսներ, հնարավորություններ, հողեր, տարածքներ, մոնոպոլիաներ ուներ, ապա մենք կարծես թե Կայսերինը Կայսեր, Աստծունը Աստծուն արտացոլման լավագույն օրինակն ենք տեսնում։ Կաթոլիկ եկեղեցին այրում էր Կոպեռնիկոսը։ Այրեց թե չէ։ Այրեց։ Կամ ուզում էր Գալիլեո Գալիլեի։ Նա ստիպեց, որ իմ մտքից ներկա։ Հայ եկեղեցին այդ առումով մի քիչ լիբերալ էր։ Պավլիկյանների ճակատին ասենք շիկացրած երկաթով խարաներ դնում։ Թոնդրակյան, որ ֆռնում էր շատ թեթև, ջլերներ կտրում, իվար էր քսում կամ էլ ասենք երկուսիուց կապում էր շատ արագ է ծիերը վազում էին մարդու մեջտեղից պատրվումներ, չէր տանում էլի երկար։ Այդ առումով մեր մեթոդները կարծես թե շատ լիբերալ էին։ Եվ լավ է, որ լիբերալ էին, այո, կարդ հայկական միջավայրը։ Գիտության այդ ոչնդոտման համակարգը ճնշվածի,
հանդուրժողի, ապտակվողի, նվաստացողի, կեղեքողի, բռնաբարվողի իրավիճակի սրբացումը կարծես թե մեզ անուն տալիս է այս համակարգը։ Իր խրատներով, քարոզներով, հանդուրժողականությամբ և սիրով։ Ոչ մեկ չի ասում, որ չպետք է լինի հանդուրժողականություն։ Մենք ընդամենը ասում ենք, որ դրանք պետք է դնել մի կողմ, երբ ինքնության և տեսակի վտանգ գոյություն ունի։ Իհարկե, չենք անդրադառնում դասագրքում գրվածին, թե ինչպիսի կուր ձևով է փորձում շարադրել կամ փորձ է արվում շարադրել քրիստոնեության ընդունումը, տարածումը, հետագա դարերի ընթացքում դրա ունեցած թերը։ Սրան չենք անդրադառնում, որովհետև սա պաշտոնական քարոզի եղանակ է։ Սա իրականության հետ աղերսներ չունի։ Մշակույթի մեջ քրիստոնեությունը ոչնչացնում է թատրոն։ Պատահական չի, որ կա տեսակետներ, որ քրիստոնեությունը կամ եկեղեցին, չնույնացնենք քրիստոնեությունը եկեղեցին, քրիստոնեական կառույց Հայաստանում եկեղեցին բանադրեց Մաշտոցին, ասում են։ Մաշտոցն ինչի թաղված չի սրբերի հանգստավայրում։ Գորյունն ինչի էր վախենում կամ խուսափում որոշ դրվագների անդրադառնալուց։ Գրիգոր Նարեկացին ինչու երկու անգամ դատապարտվեց որպես հերետիկոս մի հատ մայրամաստվածածնի կուրս ներկայացնելու համար։ Ես խոսում եմ մարդկանց մասին, որոնք տվել են իրավման համաշխարհային արժեքներ։ Մեսրոպ Մաշտոց ամենակուր հայկական այբենական համակարգ կամ ամենաբովանդակներից մեկն աշխարհում։ Գրիգոր Նարեկացին, որ ըստ որոշ հեղինակների վաղ վերածնունդը սկսվում է Հայաստանից։ Ֆրիկ, որը միջնադարում բացառիկ էր սոցիալական բողոքով։ Սրանք մարդիկ են, տեսակներ են, որոնք հալածվել են եկեղեցու կողմից։ Կամ եկեղեցու որոշակի խունտայի խավի կողմից։ Իհարկե ցանկացած համակարգում կան եւ անհատներ լավ եւ վատ անհատներ, բայց ստացվում է մի տեսակ պատմության օրինաչափությունը տանում է նրան, որ բացի ազգիս ընկճախտի մեջ գցելուց եկեղեցին ինչ-որ շատ է տալիս վատ անհատներ։ Վատ ոչ թե մարդկային տեսանկյունից, կարող է իրենք մարդկային տեսանկյունից փայլուն մարդիկ են իրենց ընտանիքի միջավայրի մյուսի համար։ Վատ այն տեսանկյունից, որ արած գործերն են վատ։ Սիմեոն Երևանցին բանադրում է Հովսեփ Էմինին, որովհետև վերջինս փորձում էր սեփական ուժերում, սեփական երկրում անկախական շարժում սկսել։ Եվ սպառնում է բանադրել վրաց արքային, որ վերջինիս հետ համագործակցություն էր փորձում սկսել։ Իմ կողմնորոշումների ու ընկալումների խնդիր կա նաև այստեղ։ Աշոտ երկրորդ երկաթը կենացումալ պայքար էր տալիս արաբների դեմ երկրում պետական համակարգ հաստատելու համար, ամենայն այլևս կաթոլիկոս Հովհաննես Դրասխանագերծին ախտամար կղզում քաղցր արտիրունյաց շերբեթներ վայելում։ Եվ ոչ մի։ Պետրոս Գետադարձը անի էր ծախում։ Վես Սարգիսի հետ համագործակցել էր։ Հիմա իհարկե կասեք սրանք անհատներ են, բայց սրանք այն համակարգի ծնունդ անհատներ են, որոնք հայկական հասարակության մեջ մտան 301-ից այս կողմ։ Միգուցե եթե քրմական դասը մնար ավելի վատ հետևանքներ կունենային, խնդիրը այդ չի, բայց հիմա մենք խոսում ենք կայացած փաստերի մասին։ Եվ երբեք եկեղեցին չի հանդուրժել եւ չի հանդուրժվել, երբ կորցրել է քաղաքական իշխանությունը։ Եկեղեցական պատմիչ Փաստոս Բուզանդը Պապ Թագավորին ինչ ասես, որ չի ասում։ Էլ դևերի հետ էր քնում, էլ բիսեքսուալ էր, հետո խառնում է բիսեքսուալ եւ հոմոսեքսուալ հարաբերությունները։ Վերջը մի խոսքով խեղճ Պապի ինտիմ կյանքը չգիտես ինչ օրն է գցում, չարկերի հետ էր բանակցում է սա ինչու, որովհետեւ Պապ Թագավորն ասեց եկեղեցի դու հոգեվոր կառույց ես, դու մնա քո դերում։ Կա նյութական կառույց, որը կոչվում է հայոց պետականություն։ Նույնը մեր օրերում։ Շատ են տարածված կարծիքները, որ քրիստոնեությունը կամ եկեղեցին փրկել են հայ ժողովրդին կործանումից։ Նաև փրկել են ուրիշ ազգերի Շատ է։
Հիմա ես հարց եմ տալիս, որը տվել եմ բազմիցս եւ որի պատասխանը երբեք չեմ ստացել։ Բաղում ենք անհատներին, առանձին անհատների, որոնք կան, բոլոր համակարգերում կան։ Եվ պատմությունից բերում եք 3 օրինակ, երբ օտար նվաճողը, զավթիչը, տիրացողը եկել է Հայաստան, չի կպել եկեղեցու որպես պետական կառույցի շահերի եւ եկեղեցին կանգնած է եղել հայ ժողովրդի կողքին։ Եվ ձեր դասագրքերում եւ ամենուր Նադիր շահը հայերիս համար նախկին ջորեպանը ներկայացված է որպես սրբության մարմնավորում։ Ինչի համար, որ Էջմիածնին ինչ-որ ոսկե ջահ նվիրեց, պատարագի մասնակցեց, մեկ էլ ազատեց հարկից։ Էջմիածնին ոչ թե Հայաստանին։ Էջմիածնին ոչ թե մեծ հայկին, կաթողիկոսին ոչ թե հայ ժողովրդին, բայց այդ նույն Նադիր շահի կատարած ջահերն ու ոչրագործությունները Նախիջևանից սկսած, վերջացրած Սյունիքի գծով վերև, իդեպ էթնիկ հայերի նկատմամբ։ Մեր եկեղեցական պատմամությունը շատ հեշտությամբ շրջանցում է, որովհետև 10,000 հայի կյանքը կամ ավել հայի կյանքը մեկ ոսկե ջահով կարելի է շատ հեշտ փակել։ Համեցին։ Ուզում եք ասեք, եթե եկեղեցին չեն գտնում, եկեղեցին չի կանգնում հայի կողքին, մինչև եկեղեցու չգտնեն, եկեղեցին չի արձագանքի։ Մինչև 862 թիվ, երբ Աշոտին կարգում են ինչ, իշխանած իշխան և սպարապետ։ Դու եկեղեցի տեսնում ես հակառաբական պայքարում։ Չես տեսնում, չէ՞։ Ինչու չես տեսնում։ Որովհետև արաբները կրոնական պարտադրանք որպես այդպիսին չէին ներկայացնում։ Լավ թող ավելի շուտ լինի, թող 774-75 ապստամությունը Երևան։ Կապ չունի։ Մինչև 451 թիվ։ Հիշեցնեմ քեզ 428-ին Աշակունյաց թագավորությունը կործանվել է։ Մինչև նախարարների շնորհիվ եւ այն ձեր չի որ եկեղեցին ազդեցություն չուներ, գներես խորենացու ողջ կկարտա։ Խորենացու ողջ կկարտա։ Բոլորին հավասարազոր մեղադրում է նաև իր կոլեգա հոգևոր հայրերին, վարկապետներին, մարգիության եւ ամեն ինչի մեջ։ Սա ես չեմ ասում, սա ասում է պատմահայր Մովսես Խորենացին։ 428-ից 51 թիվ եկեղեցի չկա, բայց երբ առաջ է գալիս կրոնափոխության կամ եկեղեցին հարգելու գաղափար, եկեղեցի կա։ Հա։ Միջնադարում Լանք Թամուրի արժանանքների սկզբնական փուլում եկեղեցի չկա, որովհետև չկա կրոնափոխություն կամ չգիտեմ ինչի պարտադրանք։ Հենց առաջ է գալիս եկեղեցին հարգելը, եկեղեցին կա։ Սելջուկ թուրքերի դեմ պայքար եկեղեցին սկզբից չկա, բայց հենց հարկային խնդիրը առաջանում եկեղեցին կա։ Ինչ կարող է անել եկեղեցին։ Ինչ է կարող անել։ Զորք չեք կարող։ Ինչ։ Զորք չեք կարող։ Պայքարը։ Ուրեմն, երբ որ ուզում է շատ էլ լավ կարողանում էր տալ։ 19-րդ դարում ձեր կարծիքով ռուսական հայտնի հրովարտակը թիվ հիշեցրեք 1836 Պոլոժենյան ինչու կիրառվեց եկեղեցու նկատմամբ եւ հետագայում 1903 հունիսի 12-ը տխրահարճակ օրենքը ինչու կիրառվեց այդ միայն ռուսական քաղաքական եւ մշակութային ազդեցություն չէր հատկապես 1903-ին է երկար ժամանակ փորձում էին համոզել Նիկոլայը չէր համոզում ցարինները ուզում խոզարկություններ կազմակերպեցին եկեղեցու մեջ եւ հայտնաբերեցին զենքի պահեստներ դա չէր գլխավոր պատճառը բայց պատճառներից մեկն այն է իհարկե լավ էր որ կար զենքի պահեստ Եվ իհարկե լավ որ ինչ-որ մի փուլում եկեղեցին որոշել էր բացել իր ամբարները ու զենք տալ այն մարդկանց, ովքեր ուզում էին կռվել։ Սա լավ էր։ Բայց ինչ է նշանակում, օտար նվաճողը ինքը հավաքում է հերիք չի, մի հատ էլ դու ես 10-անորդ հավաքում։ Ինչ է նշանակում, գյուղացին իր հողը թողած պիտի եկեղեցու վանքը պատկանողը մշակի։
օրվա տարվա աշխատանքային 100 օրից 20 օրը պիտի աշխատի եկեղեցապատական ճանապարհների ու հողերի վրա։ 19-րդ դարի Թուրքիայում հայերից գանձվող գլխավոր հարկը աշարն էր, 1/10-ը։ 1710 տարիների ընթացքում 19-րդ դարի Թուրքիա, հիշեցնեմ Համիդյան, Ջախջախի, Ջախտող, մյուս Թուրքիա։ Ես չեմ ասում, թե այդ արտատեսակներ չկային, կային, մինչ այդ էլ էին եղել, սպիտակակամի վրա էին հարկ դրել, մորուք պահելու վրա էին հարկ դրել, ամուսնանալու վրա էին հարկ դրել, ֆանտաստիկ հարկեր կան, խնդիրը դա չի։ Բայց 1700 տարի շարունակ քո եկեղեցին վերցրել է վերքի 1/10 մասը։ 10-րդ տխին։ Այսինքն գյուղացին աշխատել է ոչ թե իր սոցիալական կենսական բաժանմունքների համար, այլ մի հատ անհասկանալի կառույցի, որտեղ կան շատ ուտող եւ քիչ աշխատող բազմաթիվ մարդիկ, եթե պարզ ձևակերպենք սա։ Եվ որը կարծես թե փոխանցվել է մեր օրեր։ Չէ, մենք էլ հիմա մեր հարկի 26 ու քանի տոկոսն ենք վճարում մեր աշխատանքի։ Այսինքն տեխնոլոգիաները, տեսեք, հեշտացել են եւ կատարելագործվել։ Դուք վերաբերեք եկեղեցին, եկեք վերաբերենք այն քահանաներին, որոնք իրենց նյութականն էին ավելի արժևորում։ Օրինակ հենց այս ժամանակվա կաթողիկոսը, որ իր համար հոգևոր ավելի կարևոր չի եղել, նյութական։ Դու որ դպրոց ես ընտրում, շենքն ես ընտրում։ Չէ, ես նայում եմ ասում ով է դասավանդում, ինչ ծրագրով է դասավանդում, այդ մարդիկ ես ինչ դասավանդել եւ այլն քեզ ծրնցու է թե չէ։ Հիմա այդ քրիստոնեությունը սխալ ձևով հասկացվելով կամ չգիտեմ ինչպես հասկացվելով, այդպես պրոդուկտ, որը կոչվում է եկեղեցի։ Իսկ եկեղեցին ինքը անշունչ կառույց չի, կազմված է շնչավոր մարդկանցից։ Ուրիշ հարցեր ունեք։ Խոսքով մտածեք այս թեմաների շուրջ, սա բավականին ծավալուն ու հաստատված թեմաների շարք կարող է լինել, առանձին անհատական մակարդակով նաև զրուցելու, եկեք ամփոփենք հետևյալով, հա, յուրաքանչյուր ոք թող ինքը որոշի, նորից ենք ասում, իր կրոնական ու իրական զգացողությունները։ Թող երբեք որևէ մարդու որևէ